Կա հավատք, կա հավատալիք, կա նախապաշարում։ Հավատքը հստակ Սուրբ Գրքի վրա է հիմնված, աստվածային պատվիրանների վրա, իմաստության վրա, բարձր գիտակցության վրա, տրամաբանության վրա է հավատքը հիմնված։ Հավատքը պետք է գիտակից լինի, Սուրբ Գրքով լուսավորված, իմաստավորված պետք է լինի։ Բայց սրան զուգահեռ եւ սրա կողքին դրեք հավատալիքը, որ այսօր տարածված է մարդկանց մեջ։ Մարդկանց հավատալիքը այնքան ցածր գիտակցություն ունի, որ ընդհանրապես առնչություն էլ չունի հավատքի մեջ։ Մենք հավատքը ասում ենք Սուրբ Գրքի հետ է կապված, չէ՞։ Աստվածային պատվիրանն է։ Հələ դու հավատալիքը նայի, հավատալիքը ասելով ինչ եմ հասկանում ես։ Գեղչկական կենցաղային ինչ-որ նախապաշարումների վրա հիմնված բաներ։ Օրինակ, այս մարդու աչքը լավաց չի, ինձի աչքով տվեց։ Մի հատ աչքի ուլունք դնեմ, որ այս մարդու աչքը ինձ աչքով չտա։ Տեսեք հələ աստվածային պատվիրանը նայեք, հələ Աստծո պատվիրանը նայեք, հələ աստվածային օրհնությունը, աչքի ուլունքը ոնց կարող է քեզ օգնել կամ ինչ որ մեկը քեզ աչքով տվել։ Բա քո հավատքը, բա քո աստվածային գիտակցությունը, աստվածային իմաստությունը կամ դու ապավինում ես Տիրոջը, ումից ես վախենում, Աստծուց ես վախենում, թե մարդու աչքից ես վախենում։ Փուշը դնեմ, որ ինձ չվնասի։ Ինձ թուղթուկիր արեցին։ Տանջվում է, չարչարվում է, գնում կախարդների մոտ, ես չգիտեմ, երևի նրանք էլ համագործակցել են, այդ թուղթուկիր անողների հետ դրել են, իրենք էլ մի ուրիշ արբանյակ են ուղարկում, մի ուրիշ գործակից են ուղարկում, որ թուղթուկիրը հանի, սենց մի կծիկի մեջ են ընկնում, հա, այսինքն ընկնում են թակարդի մեջ։ Տեսեք, մեր հավատքը ինչքան զրոյացել է, ինչքան ոչնչացել է, եթե մենք վախենում ենք թուղթուկրից եւ տարիներով տանջվում ենք, չարչարվում ենք։ Այս ինչ կախարդի ձեռն ենք ընկնում, այս ինչ գուշակի ձեռն ենք ընկնում, այս ինչ հիմա էլ թազա անուն են հորիների։ Պարզատես։ Կախարդներին ասում են պարզատես։ Պարզատեսության շնորհ ունի, հա։ Պարզատես մենք ում էինք ասում։ Պարզատեսը անապատի հայրերն են, այո, նրանք ունեն պարզատեսության շնորհ, որ ճանաչում էին մարդկանց, գիտեին ով է, ինչ է, ինչու է եկել իր մոտ, դեռ չեկած, գիտեին ում մասին է խոսքը։ Բայց կախարդներին պարզատես են ասում։ Գուշակներին ասում են պարզատեսության շնորհ ունի։ Դևերը ինչ որ բան են ասում, այտենց համագործակցում են, ինչ որ ծեսերի միջոցով խոսում են, տալիս են, առնում են, իբրև թե պարզատես են, բայց պարզատեսության հետ դա կապ չունի ընդհանրապես, դա խաբկանք է, դա մոլորություն է։ Եվ սկսում են իրենց գուշակություններով խաբել, կապել, վախ ներշնչել մարդկանց պես, ամենավտանգավորը սա է, վախի մթնոլորտումը։ Հավատքը երբեք մարդուն վախի մթնոլորտ չի ստեղծում, ընդհակառակը, ազատում է վախից։ Իսկ գուշակները, իսկ այդ մթնոլորտը ինչ վախից ես դու գնում թուղթուկիր անողի մոտ, հա։ Սարսափից ես դու հավատքին այդ տեսակ վախով չես գալի հավատքի, դու ընդհակառակը վախից ազատագրելու համար ես գալիս հավատքի։ Ազատություն ես, իսկ այնտեղ վախ, թուղթուկիր են արել, աչքով են տվել, այդ վախը քեզ հերիք է, այդ ներշնչանքը քեզ հերիք է, որ քեզ կաշկանդված պահի, ու դա լինում է երկար ժամանակ, մինչև որ դու չհրաժարվես, անընդհատ քեզ տանում են թուղթուկիր անողի դռներ, աջ, ձախ, էսի սև մոգա, էնի սպիտակ մոգա, էսի էքստրասենսա, էսի կաբալայա, էսի չգիտեմ ինչա, սենցա, մենցա, նույն վրձնի կտավներ են, տարբերություն չկա, բոլորն էլ չար ուժերի հետ համագործակցող բաներ են, եթե ճշմարիտ ուղղափառ եկեղեցու սուրբ հավատքի հետևորդներ չեն, ուրեմն
բոլորը մոլորեցնողներ են, պարզատեսներ չկան այսօր, մոռացեք, գուշակներ չկան այսօր, մարգարեություններ, մենակ աստվածային մարգարեությունն է եղել է, Հովանու հայտնությունն է եղել, դրանից հետո էլ ինչ մարգարեություն։ Ուրեմն մոռանանք ոչ մարգարեություն, ոչ պարզատեսություն, ոչ գուշակություն, մեզ պետք չեն եւ չկան։ Ով կգա քեզ կասի ես մարգարե եմ, գուշակ եմ, պարզատես եմ, ուրեմն մոլորեցնող է նա։ Հեռացրու վանի քեզանից, հավատքը մի շփոթիր հավատալիքի հետ։ Հավատքի իմաստունը բարի եւ աստվածային ազատություն ապարգևող է։ Հավատալիքը տգետ չար բան է, որ մարդուն տանում է գերության։ Հիմա դու պետք է ընտրես, ուզում ես գերի լինել հավատալիքի, թե հավատքով ազատություն ձեռք բերել։ Ամեն